Իր քարոզարշավի ընթացքում վարչապետը իր հետևանքներով շատ վտանգավոր մի խոսույթ մտցրեց շրջանառության մեջ, այն է, որ 1045 թվականից հետո մենք կորցրել ենք մեր պետականությունը եւ այլևս պետություն չենք ունեցել մինչեւ 1918 թվական, եւ որ այս տարածքներում մշտապես ապրել են խառը ազգաբնակչություն, որտեղ գուցե եւ հայերը կազմել են փոքրամասնություն։ Սա չափազանց վտանգավոր խոսույթ է եւ ես սպասում եի, որ մեր մտավորականությունը եւ մեր պատմաբանների համույթը հերքող համատեղ հայտարարություն կունենան, բայց դա տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ այս խոսույթը ամբողջովին սուտ է եւ կեղծ, այդպիսի բան տեղի չի ունեցել։ 1045 թվականը սոց թվական է մեր պատմության մեջ, որովհետեւ այդ նույն թվականին Անի Շիրակի թագավոր Գագիկին համոզեցին տարան Բյուզանդիա, այնտեղ համոզեցին, որ նա հրաժարվի գահից, բանտարկեցին եւ բյուզանդացիները յուրացրեցին Անի Շիրակի թագավորությունը, որը ամփոփված էր Շիրակ գավառով եւ բնականաբար Անի մայրաքաղաքով։ Բայց այդ նույն ժամանակ Հայաստանում գոյություն ունեին եւս 4 թագավորություններ, որից 1046 թվականին Բագրատունիների դինաստիայի մեջ ավագության կարգով Դավիթ անհողինը ի հեճուկս Բյուզանդիայի համայն հայության պահանջով եւ մյուս թագավորությունների համաձայնությամբ ընդունեց Բագրատունիների գերագահ իշխանությունը։ Այն է, նա ստանձնեց Շահնշահ հայոց եւ վրաց Տիտղոսը։ Եվ այդ Տիտղոսը փոխանցեց իր որդուն Գյուրիգե II-ին, եւ այն ժամանակ, երբ որ բյուզանդացիները արդեն պարտվել եւ գրեթե ոչնչացման եզրին էին սելջուկների կողմից, ապա այս նույն մեր հայոց արքան Գյուրիգե II-ը դրամ թողարկեց, որը հայոց Արտաշեսյանների վերջին թագավոր Տիգրան IV-ից հետո 1100 տարի անց առաջի դրամն էր, որը թողարկվեց հայկական պետականության անունից եւ դրվեց շրջանառության մեջ, որտեղ ոչ Արշակունիները եւ ոչ էլ Անիի Բագրատունիները դրամ երբեք չեն թողարկել։ Հայոց Բագրատունիների Տաշիր ձորագետի թագավորությունը 1045 թվականից հետո եւս 150 տարի գոյություն ունեցավ մինչև 1092 թվական։ Նույն այդ ժամանակը Սյունիքի մեր թագավորները, որոնք գոյություն ունեցան եւս 130 տարի 1045 թվականից հետո մինչև 1170 թվականը։ Հատկապես նրանցից Գրիգոր II-ը, ես Գագիկի տարիքը իզուր չնշեցի 20 տարեկան, որովհետև Սյունիքի Գրիգոր II-ը 13 տարեկան էր, որ ստանձնեց Սյունիքի գահը եւ 70 տարի թագավորեց, ամենաերկարը 5000-ամյա հայոց պատմության մեջ, իսկ 70 տարի շրջապատված լինելով թուրքական ցեղերով, պետություններով եւ իշխանություններով, 70 տարի կռիվ տվեց անզիջում, չզիջելով իր թագավորությունը։ 80 տարեկան էր, որ վերջին կռիվը մղեց Բաղաբերդի պատերի տակ, Երկուզյանների 100 հազարանոց բանակի դեմ, երբ ինքը ընդամենը 5000 զինվոր ուներ եւ հաղթանակ տարավ, մահացավ անժառանգ։ Եվ երբ որ պատմության ասպարեզից դուրս եկավ Տաշիր ձորագետն ու Սյունիքի թագավորությունը, ապա պատմական ասպարեզ չանցած 10 տարի իջավ Զաքարյանների արքայատոհմը։ Ես լսում եմ արքայատոհմ, որովհետեւ հայոց պատմագիտության մեջ նրանց ճանաչում են Շահնշահ այոց, արքա հայոց, որովհետեւ Զաքարեն ժառանգեց Բագրատունիների Շահնշահ Տիտղոսը, վիթխարի պետություն էին ստեղծել, Ջավախքից մինչև Խլատ, Էրզրումից մինչև Թավրիզ, 3 սպարապետ ունեին հայոց այս տիրակալները, եւ վիթխարի իրանց պետությունը 60 տարի պահեցին աշխարհի տարբեր կայսրությունների դեմ անզիջում պայքարով, մինչև ավագ Զաքարյանի մահով նրանց պետությունը սկսեց անկում գնալ, բայց այդ պետության փլատակների վրա հաճեցին եւս 3 հայկական պետություններ։ Օրբելյանների արքայատոհմը 240 տարի իշխել է Հայաստանում, 1200-ից մինչև 1437 թվականը։ Ես արքայատոհմ եմ անվանում, որովհետև Ստեփանոս Օրբելյանը նրանց ճանաչում է արքա հայոց։ Այդպիսի տիտղոս էր կրում Սմբատ Օրբելյանը, նրա գերեզմանակարին էլ էր գրված։ Մարդ, որը գնաց Մողոլիա, եւ մոլորակի, երբ բոլոր խոշոր տիրակալները հավաքվել էին Չինգիզ խանի որդու Մանգու խանի մոտ, որպեսզի ինչ որ ողորմությամբ շրանքներ ստանային,
Այս մարդուն դուք պատկերացրեք Խաղաղ օվկիանոսից մինչև Գերմանիա, հուսային սառույցներից մինչև Հնդկական օվկիանոս ձգվող մողոլական կայսրության տիրակալը նրան նշանակում է մողոլական կայսրության կառավարիչ։ Նա Կարակորում մայրաքաղաքի քաղաքագլուխն էր, խանի գլխավոր խորհրդականն էր, եւ 3 տարի կառավարելով մողոլական կայսրությունը նա խնդրեց խանին, որ ես էլ հայրենիք ունեմ, եւ իմ կարիքն ունի հայրենիքը, եւ արքայավայել, արքայական տիտղոսով եւ մեծ հարստությամբ վերադարձավ իր պետությունը։ Բուրթել երկարակյացը 49 տարի իշխել է այն պետության վրա, որը իր տարածքով գրեթե չէր զիջում այսօրվա Հայաստանի Հանրապետությանը, 20,000 քառակուսի կիլոմետր։ Արարատյան դաշտ, Կոտայք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Քաշատաղ, Քարվաճառ, Կովսական, ամբողջ այսօրվա Սյունիքը, Նախիջևան, պատերազմի դաշտ 25,000-անոց բանակ էր իջացնում։ Օրբելյանները իրենց պետության մեջ 2 հռչակավոր համալսարաններ հիմնադրեցին. Որոտնավանքի համալսարանը եւ Տաթևի համալսարանը։ Ոչ մեկի չէին ենթարկում եւ ոչ մեկ իրավունք չուներ նրանց տիրույթը մտնելու, հարկ հավաքելու կամ որևէ գործողություն ձեռնարկելու։ Սրանք ամուր պետություն ստեղծող տիրակալներ էին, Պրոշյանների պետությունը։ Գրեթե 200 տարի իշխեց 10,000 քառակուսի կիլոմետր ձգվող հայկական հողերի վրա։ Պրոշմեծը հասավ այնպիսի զորության, որ մողոլները մոլորակի վրա ոչ մեկին չգտան արաբական խալիֆայության հետ բանակցելու եւ միայն Պրոշին ուղարկեցին, որը մտավ Բաղդադ եւ բանակցեց վերջին խալիֆի հետ։ Եվ երբ որ խալիֆը չլսեց նրան եւ չուզեց հարգել նրա խոսքը, նա ինքը գլխավորեց մողոլական բանակը եւ մեր դարավոր վրեժը լուծելով վերջ դրեցին 650 տարի ձգվող արաբական խալիֆայությանը։ Ակադեմիական քաղաք եք կառուցում։ Քանի տարի է կառուցում եք այդ քաղաքը։ Ունենալով 30,000 քառակուսի կիլոմետր տարածքով երկիր եւ 3 միլիոն բնակչություն, այսպիսի հարստություն։ Իսկ Պրոշը իր 10,000 քառակուսի կիլոմետր ձգվող պետության մեջ հիմնեց երկրորդ Աթենք կոչվող մեր եւ օտարների կողմով Գլաձորի համալսարանը։ Թե ինչ տիտաններ տվեց մտքի այդ համալսարանը, որը 60 տարվա իր գործունեության ընթացքում դարավ թաղն ու պսակը, համեմատվելով Սոկրատեսի, Արիստոտելի, Պլատոնի համալսարանների հետ, որ երկրորդ Աթենք անվանեցին։ Վաչուցյանների պետությունը։ Այս 3 պետությունների անկումից հետո կձևավորվի արդեն 16-րդ դարում հայոց մելիքական պետությունները։ Իմիջիալոս մելիք նշանակում է թագավոր։ Սյունիքի մելիքները, Նելիք Հայկազյաններ, Քաշաթաղ, Քարվաճառ, Ծղուկ, գրեթե 4,000 քառակուսի կիլոմետր տարածության վրա ստեղծեցին ամուր եւ զորեղ պետություն։ Մելիք Փարսադանյանները Բախկում, Մելիք Շահումյանները Արևիկ գավառում, Մելիք Սաֆրազյանները Ծղուկի եւ Նախիջևանի այսօրվա Շահապոն կոչվող այդ տարածքներում, Գեղարքունիքում Մելիք Շահնազարյանները, որոնք 200 տարի իշխեցին այնտեղ եւ դառան Երևանի խաների անհաշտ ճշտամիները իրենց ամբողջ կյանքում պատերազմ վարելով եւ հաղթանակներ տանելով նրանց վրա, Լորբա մելիքները։ Իսկ Արցախի պետությունը 1045 թվականից հետո Արցախը ստեղծում է 2 հզոր պետական միավորումներ, որոնք դարձան տարածաշրջանի դարակազմիկ պետությունները։ Դրանցից մեկը Վախթանգյանների պետությունը, որը որոշ պատմաբանների կարծիքով Հովհաննես Սենեքերի կողմից էր հիմնադրվել 1000 թվականին, բայց հզորության գագաթնակետին հասավ թագավոր տիտղոսով կոչվող եւ հորճրվող Հասան Ջալալ Դոլայի կառավարման տարիներին։ Եվ նույնիսկ Ղարաբաղի խանություն անունը դեռևս չկար եւ ոչ մեկի մտքով աշխարհում չէր անցնում, որ կարող է ծնվել այդպիսի մի խեղաթյուրված, ուրեմն անվանով պետություն, պարսիկ շահերը եւ Շահ Աբբասը եւ Նադիրը Արցախը ճանաչել էին անկախ պետական միավորում, հատկապես Նադիրը Արցախի տիրակալ Ավան Եգանին ճանաչեց Կովկասի տիրակալ։ 20 տարի Արցախի այդ մեծազոր պետության ղեկավարը Ավան Եգանը, նրան ճանաչեցին Բեկ Լար Բեկ, իշխում էր ամբողջ Կովկասի վրա,
Վրաստանի թագավորն ու Երևանի խանը նույնիսկ ենթարկվում էին նրան։ Խառը բնակչություն։ Ինչ խառը բնակչության մասին եք դուք խոսում։ 2024 թվականը ինչ թվական էր։ 2024-ին լրանում էր Երևանի ճակատամարտի 300-ամյակը։ 3 բար ձեր քաղաքապետը չարտասանեց։ 3 բար դուք չարտասանեցիք։ Այնինչ այդ ճակատամարտը համաշխարհային պատմության մեջ հանդիսացել է խոշորագույններից մեկը։ 30 օր այգի մշակող, առևտրական եւ կավե կճուճ սարքող երևանցիները կռվում են աշխարհի ամենազորեղ բանակի դեմ, 80 հազարանոց թուրքական բանակի դեմ։ Թուրքերն այդ ճակատամարտում տալիս են 20,000 զոհ։ Երևանցիները, որոնք ըստ ձեզ խառը բնակչություն էին, փոքրամասնություն էին, ինչպես կարողացան 30 օր կռվել թուրքերի դեմ, եթե Երևանի բնակչությունը թուրքեր էին։ Ազգի դժբախտությունը գալիս է նրանից եւ կորցնում է պետական պատմական հիշողությունը, որովհետեւ ազգը իր զարգացման բարձրագույն աստիճանին հասնում է այն ժամանակ, երբ ստեղծում է պետություն։ Իսկ պետության ֆունկցիան դառնում է տվյալ ազգի ավանդույթների, պետական հիշողության, պատմական հիշողության եւ մշակույթի պահպանողը, որի հովանու տակ այդ մշակույթը անասելի զարգացվածության է հասնում։ Իսկ մենք ինչ ենք անում։ Դատարկում ենք մեր պետական հիշողության ուղեղը։ Իսկ դատարկ տեղը մշտապես կգա կլցվեն ուրիշները։ Ինչպես հարևան պետության ղեկավարն, որ ասում է 18 թվականից առաջ այստեղ պետություն չի եղել հայկական, եւ երբեք հայերը տեղաբնիկներ չեն։ Զարմանալին այն է, որ կանգնած հայ ժողովուրդն էր ծափահարում եւ ասում այո, այդպես է եղել։ Եվ կկորցնես քո պետական հիշողությունը, միշտ հիշի, պետություն չունեցողները քո պետության վրա կստեղծեն այդ պետությունը։ Աստված մեր պետությանը պահապան։